Ոստը մնոց չկա խանութները, Սամսեն կանգնած են մեր խանութները, հատուկը ցանկացած խանութ նայ, ամեն ինչ կա, բայց առնող չկա։ Հարգերը ոչինչ, նեղված կապրիկ, բայց կնվճարին։ Հա, դիկետության հարգը, հավարգես վերցրել։ Հա, ինքուր է ծանր էր ջարների ժողովրդի։ Վարկեր եք ունեն։ Հəbə չունին, առանց վարկ, ամեն ինչ ունի։ Որոշել եք ում ով լինելու քվեարկել։ Հədə հələ արդենիկ երկու ամիս կա, ընտանիք է, պիտի որոշենք, կացենք, քաշենք, որն է լավ, որն է վատ, որն ինչ է, առավոտով հագուստ եք, հագուս հայլուտ եմ գնայես, որն է լավ, որն է վատ, չէ։ Գիտես ինչ, ես պես կպատկերացնեմ ժողովրդին գործարանեղնի, աշխատի, ամսական իր աշխատանքի քանակը գիտենա թե ինչ կառնի, որ այդ փողով իր տնտեսությունը շահի, պայի, տեսենք թե անգ, ջայլ հարս է գնացել է հոկտեմբերյան 5000-ով խոտ պդի հավաքի, չագիր, ադիք ինչ է աղջիկ ջան։ Այստեղից գնում են հոկտեմբեր։ Հա, ավտոբուսները նստին կերտան, դեր ջայլ հարսները։ Իսկ առաջ գործարաններ բան եղել, հա, լրիվ, այս սովետի ժամանակ մենք լավ կարի գործարան ենք ունեցել, մենք լավ վակումայնի գործարան ենք ունեցել, մենք լավ ամեն ինչ եղել է մեր արտիկում գործարաններ, չուլոշնի ենք ունեցել, ամեն ինչ այնպես որ ժողովուրդը վատ չի ապրել, լավ է ապրել, քանի որ իր աշխատավարձի հույսով ապրել է ամեն ինչը։ Իսկ մի մարդիկ օրում ունին, օրում չունին, ամեն ինչը թանկացում, ինչ είναι մարդը։ Պետք է աշխատանք անի, չէ, որ աշխատի իր գոհությունը պայ։ Հմիստեղ դու 3 ժամ կանես, հագուստի խանութները մարդ չմնի։ Մարդիկ իրանց են յեդեն կծե, բերել են, ներել են, մի մարդ չկա, առևտուր չկա։ Գոնե տան գազի լույսերը մարեն, հարգերը մարեն, բդիրնի չէ, դունդ պայես, ժամանակին նեղված ապրել ես, ասոնք բերել, յեդես կծե որ հմի ապրիս, բայց առևտուր չկա, այդ չիդեմ ինչ, բերենգը, ստեղ մեքենայով կանիգը, կանչենք ժողովրդին, հաշվենք ու դա։ Մի խոսքով այդ on-line առևտուրը վնասել է մեզ։ Շատ, ժողովրդին շատ է վնասել, շատ չափից դուրս։ Հիմի թե այդ հագուստը օրում քակնի, ներգոր քակնի, երկոր նաղդի անունը օրային է։ Դու քանի տարի եք առևտրով զբաղվում։ 35։ Սենց ված չի եղել։ Չէ, ասպես պատմությունս առաջի անգամ է։ Այս մեկ տարին է, համարյա աշխարհի on-line-ները բացվել են, այստեղ առևտուր չկա խանութները։ Մի կերպ են կան որ գազ է, լույս է, ջուր է, ընտանիքի երեխայի յոլակերտան թե չէ, ապրելու միջոցները շատ ծանր են։ Իսկ ջահելները ինչով են զբաղվում, գնում են արտագնա աշխատանքի։ Արտագնաց երևի Երևանում մեծամասամբ կաշխատին, այդ կան արտագնաց չկան ձիգը թվա, չնայած մեր տնից չկա երթող, բայց ընձիգը թվա կան երթող չկա, քանի որ Երևան մարդիկ կաշխատին, շատ թե քիչ իրանց դռների վրա են կաշխատին։ Դե ինչ է, եթե աշխատանք եղնի, խանութներն ամեն ինչ կա։ Հա։ Ամեն ինչ կա, բայց թանկություն է, մարդիկ հնարավորություն չունին ապրելու։